Բարև ձեզ, Սաբոտաժի հյուրն այսօր Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ Արմեն, ինչպե՞ս եք։ Տոկուն, շարունակում եք լինել այդպիսին։ Փորձում եմ։ Շնորհակալություն, որ իմ հեղինակային հաղորդման հյուրն եք, որի անվանումը կարծես թե սաբոտաժային է։ Այո, սաբետը ոտնահարում է ազգային ժողովը։ Մոնտաժի առաջին ալիքը ունեցանք։ Արմեն, դուք Հայաստանում առաջատար հրատարակչություններից մեկի ղեկավարն եք։ Ուզում եմ զրուցենք գրքերի պահանջարկ, առաջարկ այս հարաբերակցության մասին, եւ քանի որ դուք շուկայագետ եք, հենց սրանից եմ ուզում սկսենք մեր զրույցը։ Ես ինքս իմ հստակ կարծիք ունեմ, բայց ուզում եմ լսել ձեզ եւ ուզում եմ հարցս հետեւյալ կերպ ձևակերպել։ Ինչ եք կարծում, հրատարակիչը պետք է թելադրի ընթերցողին ճաշակ, գրականություն, թե ականջալուր լինի ընթերցողին եւ առաջնորդվի հենց միայն այդ պահանջարկով, հրատարակել այն, ինչ եկեք ասենք վաճառվում է։ Նախ ես շուկայագետ չեմ, կամ շուկայանգետ եմ, կամ մի ուրիշ բնորոշում պիտի գտնել։ Ինչու՞, որովհետև մենք շուկա չունենք, ու որպեսզի ձեր հարցին պատասխանել, պետք է ունենալ շուկա։ Այն փոքր է կամ չկա։ Չէ, փոքր էլ չի։ Դա շուկա չի, շուկան բալանս ունի։ Շուկայում կա առաջարկ, պահանջարկ, շուկայում կան ազդեցության մեխանիզմներ, Հայաստանը այս բնագավառում շուկա չունի, շուկան չի կայացել, չնայած դուք, մենք, մեր գործընկերները փորձում ենք տարիներ շարունակել շուկան ստեղծել, բայց այդ շուկան չկա, շուկան գործում է այն դեպքում, երբ որ ստացած շահույթը գրքից կգնա նոր գրքի համար կծառայի, բայց քանի որ գիրքը չունի շահույթ, այս շրջանը չի փակվում, ու չկա շուկա, դասական իմաստով Հայաստանում գրքի շուկա չկա։ Խնդիրը որտեղ է։ Չգիտեմ, գրքի սուպերմարկետ էլ չկա, էլ չեմ ասում։ Որտեղ է խնդիրը եւ ինչպես եք այս հարցը։ Այնպես է ստացվել, որ Հայաստանում առնվազն սովետական միությունից հետո այս բնագավառը, քանի որ իրենից փողային իմաստով կամ կարևորության իմաստով ոչ մի չի ներկայացրել, ու Հայաստանի բոլոր բնագավառների օրենքները ունեցել են sense tenants ինչ որ տեր, այդ տերը կարող լիներ օլիգարխ, դա կարող լիներ, չգիտեմ, Եվրոխորհուրդ եւ այլն, ինչ որ կազմակերպություն, կամ կուսակցություն, ոչ մեկի այս բնագավառը չի հետաքրքրի, այս բնագավառը մնացել է այն տեղում, որտեղ որ կա։ Բայց անտերը քիչ է, դեգրադացիա տեղի ունեցել, մենք ունեցել ենք 872 գրադարան հանրային եւ գրեթե բոլոր գյուղերում եղել են։ Այսօր ունենք 2 գործող գրադարան, ունենք 10 մարզային գրադարան, որոնք շատ վատ են ֆինանսավորվում եւ ունենք 19 գրադարան Երևանում, որոնք վերջի 2 տարին են սկսել ֆինանսավորվել ինչ-որ աշխուժություն, բայց մենք երկար տարիներ չենք ունեցել նորմալ գրադարանավարների ինստիտուտ, ու Հայաստանի ոչ մի գրադարան սիստեմավորված ձևով չի համալրվել։ Ինչ ասեմ, գյուղապետի պակրիշկայի վրա ավելի շատ փող է ծախսվում, քան 20 տարվա մեջ գրադարանի վրա։ Իսկ եթե գեղարվեստական գրականության Այսինքն ես շուկայագետ չեմ կարող լինել, քանի որ շուկա չկա, ձևավորված շուկա չունենք։ Բայց մենք շարունակում ենք այդ շուկան լցնել գրքերով։ Մենք փորձում ենք կառուցել այդ շուկան, բայց այս այն ոլորտն է, որ առանց պետության չես կարող։ Մենք չենք դաստիարակում ընթերցող։ Այս կետ ինչ է նշանակում, որ առաջի դասարանում
երբ որ տեքստը պիտի սկսեն կարդալ, այդ տեքստը դեռ երեխեն տառերը չի ճանաչում։ Իրեն ցույց են տալիս նկարիք, տառի, ու ասում են այդ տառին համապատասխանում է այսինչ ձայնն է։ Երեխու ուղեղը սկսում է մարզվել։ Ով որ գնում է ջիմ, նա գիտի, որ որտեղ զոր ես տալիս, համապատասխան տեղում այդտեղ բջիջ է ծնվում, երբ որ այդ մկանը տենց մեծանում է, այդ բջիջները ծնվում են, զարգանում են, հա։ Քանի որ մարդու օրգանիզմի տրամաբանությունը մոտ է կամ նույնն է, ապա ուղեղում էլ եթե դու երաշտական զոր հանես, երաշտական կտորը կզարգանա, եթե նկարչական անես, նկարչական, եթե խուլիգանական, չգիտեմ, ինչ բնագավառ եք վերցու, եթե կերակուրների մասին եւ այլ։ Երեխու գլխում այդպես այդ նեյրոնային կապերը ստեղծվում են։ Ու եթե ինձ ասեն ինչի համար է ընթերցանությունը, ես ընդամենը 3 պատճառ կբերեմ, որ պետք է ընթերցել, որպեսզի նրա ուղեղը զարգանա, իսկ ուղեղ շատերը, երբ որ երեխուն ասում են խելոք, կամ չգիտեմ մեծին ասում են խելոքի նկատի ունեն նրա իմացությունը, պաշարը, այսինքն կոշտ սկավառակի մեջ ինչքան ինֆորմացիա կա։ Դա չի խելացին։ Խելացին, որ եթե էլի համակարգչային լեզվին եմ անդրադառնում, ում պրոցեսորը արագագործ է, ում պրոցեսորը ունակ է մեծ խնդիրներ լուծել։ Այսինքն եթե մենք ուզում ենք մեր բալիկը խելացի դառնա, ավելի խելացի դառնա, ամենախելացին դառնա, մենք պետք է նենց անենք, որ ինքը զոր տա այս կտորի վրա։ Զոր տալու համար դու պետք է անընդհատ խնդիրը դժվարացնես։ Այսինքն եթե գիրք է կարդացել այդ երեխան, հաջորդ գիրքը պիտի լինի մի քիչ ավելի բարդ, մյուսը մի քիչ ավելի բարդ։ Եթե նա երաժշտություն է լսել, սա նույնպես զարգացնում է ուղեղը, հաջորդ երաժշտությունը պիտի լինի ավելի բարդ ու տենց զարգանա։ Եթե նկարչությունը հաջորդը պետք է լինի բարդ, քանդակը հաջորդը պիտի լինի բարդ, կինոյը հաջորդը պիտի լինի բարդ, եւ մեկ էլ ոչ ստանդարտ հավանաբար, այդպես ասեմ, մարդկանց հետ զրույցներ։ Հիմա եթե ես ասեմ Սաբետ ջան, խնդրում եմ հիշիր, քո դասարանցիներից կամ քո կուրսեցիներից ինչով ես տարբերվում։ Ի վերջո, եթե սենց հանգիստ առանց էմոցիաների վերլուծես, կգաս նրան, որ քո կարդացած գրքերով ես տարբերվում, քո տեսած ֆիլմերով ես տարբերվում, քո ունեցած զրույցներով, որոնք հետք են թողել քեզ վրա, քո տեսած կտավներով եւ լսած երաժշտությամբ։ Էս է մեզ տարբերում։ Հիմա մասսայաբար կրթությունը նրա համար է, որ բոլորին սարքեն քառակուսի, իսկ այդ անհատական կրթությունը, որը մենք տեսնում ենք, չկա Հայաստանում։ Հրատարակիչը պետք է հնարավորություն ունենա վաճառել, սպառել իր գրքերը հրատարակած։ Եթե մենք սպառմանը նայենք, մենք պետք է լսենք ինչ է պահանջում ընթերցողը։ Ընթերցողը շատ հաճախ շատ անորակ բաներ է պահանջում։ Դուք համարում եք, որ հրատարակիչը պետք է թելադրի, դա էլ մի մեթոդ է արդյունքի հասնելու համար կրթված հասարակության հետագայում, կրթված երեխա, կրթված հասարակություն, կրթված քաղաքացի։ Հրատարակչի գործը, անելիքը ո՞րն է այս գործընթացում։ Ինչ անենք մենք հրատարակիչներս։ Ճշմարտություն եք ուզում։ Իհարկե, միայն։ Առնվազն խոսել, եթե ոչ փորձ անել ինքնահրկիզվել, որ ուշադրություն դարձնել այս աղետին։ Հիմա անընդհատ բոլոր ատյաններում գրադարանավարներից սկսած, ուսուցիչներից սկսած, նախարարներով վերջացրած, մտավորականներով կամ իսկական մտավորականներով վերջացրած ծածկադմփոց են անում այս խնդրեմը։ Ասում եմ, այդ հավանաբար մարդիկ թասիբի ինչ որ հարց է, ես չեմ ասում, որ իրանք ուզում են իրանց երկիրը վատ լինի։ Հասկանում եմ, որ ուզում են իրանց երկիրը ավելի լավ հնչի, քան ուրիշները եւ այլն։ Ու անընդհատ այս խնդրեմը ծածկադմփոց է եւ այս կերպ մարդիկ ինքնուրույն մասսայաբար ծածկադմփոց է անում այս խնդրեմը, կամ մարդիկ խոսում են, ասում են մենք էլեկտրոնային ենք կարդում, սիրելիս հայերեն էլեկտրոնային գիրք չկա, խես սուտ խոսում։ Լեգալ գիրք հայերեն էլեկտրոնային չկա, կամ հեղինակային իրավունքի այդ ժամկետում էլեկտրոնային գիրք չկա։ Բայց սուտ ես խոսում, դու գնացել ես ինչ որ ինտերնետից բանես վերցրել, որը հայերեն էլեկտրոնային գիրք չի։ Դու կարդացել ես ռուսերեն, իտալերեն, պարսկերեն, ֆրանսերեն, չգիտեմ, անգլերեն, եսի ինչերեն, բայց դա հայերենի մասին չի խոսում։ Հիմա դուք ինչու եք պնդում, որ պետք է անպայման հայերեն կարդալ։ Հայաստանում մեծամասնության ընկալման լեզուն հայերենն է, կամ ռուսահայերենն է, կամ անգլահայերենն է, այսինքն ամեն մարդ ունի իր լեզուն, ինչ որ բառեր է օգտագործում, ինչ որ իտալերենից, պարսկերենից, ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, չգիտեմ ինչ։ Ամեն մարդ իր հայերենին ունի։
Իմ մայրենին ձերինից տարբերվում է, որովհետև դուք հավանաբար հայկական կրթությունն եք, ես չունեմ։ Հիմա աշխարհի հետազոտությունները, շատ լուրջ հետազոտություններ, շատ կայացած կազմակերպությունների ցույց են տալիս, որ նոր միտքը առաջանում է մայրենի լեզվով։ Այսինքն, եթե մենք կարողանանք տենց անենք, որ մենք իտալերեն սկսենք խոսել, կարանք իտալերեն կարդանք։ Շատ կարևոր է այս գրքերի արդյունքը ինչն է, որ ասպիրանտի դասախոսի մեջ, կամ չեմ ղեկավարի, ուսուցչի աշակերտի, երկու աշակերտների, երկու ուսանողների մեջ այդ մայրենիով զրույց լինի։ Լեզու դաժան է, լեզու ճշգրիտ է, լեզու մաքրող է։ Հիմա պատկերացրեք մի օրինակ բերեմ։ Ժամանակին ցենց արտահայտություն կար Հայաստանում։ Ոչինչ որ նախագահն ընտրված չի, որովհետև ուսուցիչ հիմնավորում։ Հիմա պատկերացրեք մենք նախագահ չունենայինք, այլ այդ process-ի արդյունք ունենայինք, ընտրության process-ի արդյունքը ինչպես կկոչվի։ Ընտրյալ հավանաբար, չէ՞։ Ընտրության process-ը ընտրյալը, հա։ Դե հիմա փորձեք արտասանել ոչինչ որ ընտրյալը ընտրված չի։ Չեք կարա։ Լեզուն մակրող հատկություն ունի։ Լեզուն ճշգրտող հատկություն ունի։ Լեզուն թույլ չի տալիս այդ абսուրդ բաները մի նախադասության մեջ հնչեն։ Հա, իսկ հենց օգտագործում ես արտասահմանյան տերմին, այդ կապը խախտվում է ու ինչ ուզես կասես։ Ինչու է կարևորում հայերեն ընթերցանությունը այս պարագայում։ Քանի որ մեծամասնությունը Հայաստանում հայերեն են խոսում, հայերեն են մտածում, այս աշխարհի պաշարը պետք է լինի հայերենով մատուցված, ու լավ հայերենով մատուցված։ Ամենակարևորը տարասխալներ չլինեն, խմբագրական սխալներ չլինեն եւ այլն, ու այն մեր հրատարակիչները, ովքեր որ այդպես են իրենց գրքերը հրատարակում, նրանք այս բնագավառը հետ են մղում։ Չեք կարծում, որ մինչև հիմա ընթերցողներ կան, որ գերադասում են ռուսերեն թարգմանությունները։ Այո, որովհետեւ կարծում են թե, իսկ դա մենք վաղուց հերքել ենք, որ այդպես չի, բայց իրանց չի հասել այդ տեղեկությունը, կարծում են թե, որ ռուսերենները ավելի լավ են թարգմանած։ Իսկ մենք Մարկեսի 100 տարվա մեծությունը ապացուցել ենք, որ ռուս ընթերցողը միջև հիմա գիտակցության հոսք չգիտի, որ Մարկեսը գիտակցության հոսքի վարպետ էր, իսկ հայերենում դա արտացոլված է ուղիղ թարգմանության մեջ։ Չնայած Ռուբեն Հովսեփյանի ճկնաղ թարգմանությունը մեկը ճկնաղ է, բայց Ռուբեն Հովսեփյանը հոեն լեզվին չէր տիրապետում, ռուսերենում արտահայտված չէր, ինքն չի բերել։ Իսկ միգուցե սովորության հարց է, որ դեռ ընթերցում են ռուսերեն։ Փնտրում են ռուսերեն թարգմանությունները։ Մի դիպլոմատ, դիվանագետ, հա հայերեն, պատմում էր, Վաշինգտոնում էր ծառայել եւ պատմում էր, թե առաջի դասարան իր բալիկը ոնց է գնացել, ինչ են արել, ու ասում էր, որ ես որպես շատից քչից բան իմաց մարդ, մտահոգ ծնող, ասում էի, միգուցե այս գիրքը պետք չի որ երեխեն նայի, ասում էի, դրա վրա ուշադրություն մի դարձրու։ Մենք հիմա ռեֆլեքսն ենք սերմանում գրքի հետ աշխատելու։ Ու ասում եմ, հիմա ինչքան գիտեմ 4-րդ դասարանա գիրքը ձեռքից չի բաց թողում։ Հիմա արդյոք մենք որպես սենց համատարած ծնողներ այս նույն ռեֆլեքսի հաղորդման մասին խոսում ենք, որ ոչ, մենք շտապում ենք բովանդակությունը միանգամից բալիկը ունենա այս։ Այսօր եթե բժիշկների հետ խոսեք, ես հիմա չասեմ աուտիկ, որովհետև աուտիկը դա վիճակ է։ Ես չեմ ասում, դա ուղղակի տենց հետաքրքիր բալիկներ են աուտիկ երեխեք, բայց աուտիկամերձ մեծ թվով երեխաներ ունենք։ Պարզվում է մինչև 1 տարեկան 8 ամսական այս երեխաների շատերը հեռուստացույց են նայել կամ սմարթֆոնացվել են։ Ու սա նույնպես ազդում է։ Իսկ շատ կարևոր է, թե մենք ոնց ենք աշխատում մեր երեխայի հետ, ինչ ենք ուզում իրանից ստանալ, ինչ ենք ուզում ինքը դառնա։ Պատկերացնում եք դպրոցներում ինչ ռեֆորմներ պետք է կատարվի, բայց առաջինը պետք է կատարվի, որ այս ուսուցիչները, այս ինչ որ ես ասացի, ինչ էր նշանակում ընթերցանությունը։ Մեր քանի ուսուցիչ գիտի սրա մասին։ Իսկ ընթերցող հասարակություն ձևավորվում է կրթվածության աստիճանից, թե օրինակ կարող ենք ասել, որ պետության դերը շատ մեծ կոմպենսացիա է այստեղ, այսինքն պետությունը կարող է այստեղ ահռելի աշխատանք տանել։ Ընթերցող հասարակությունը դա կրթվածության արդյունքում ենք ունենում ընթերցող հասարակություն։ Մթնոլորտով է պայմանավորված։ Ու եթե անգամ նման հրաշք տեղի ունենա, որ մեր ուսուցիչները
օրինակ սկսեն համապատասխանել Նորվեգիայի կամ չգիտեմ Թայվանի ուսուցիչների մակարդակին, դա մի հրաշք լինի։ Դա չի նշանակում, որ մենք շատ բան կարանք փոխենք։ Շատ կարևոր է ընտանիքը, հայերեն ասած հայաթը, բակ այդ հարևանությունը միջավայրը։ Օրինակ երեխաները լեզուն ոչ թե ծնողից են սովորում, եթե իրանք մեկուսացված չեն, հա, ծնողի կարող է գնացել Իտալիա, բնակարանում պապա, մամա, բալիկ։ Դա այդ մասին չխոսք է, նորմալ շփվող։ Այլ իրենց հասակակիցներից ու առավել եւս 1-2-3 տարով ավելի մեծերից։ Ու եթե ովքեր հեղինակություն են կարծես, հեղինակություն են դա։ Ու եթե ձեր հեռուստադիտողը գիտի ինչ որ փաստեր, օրինակ ենթարենք Գյումրուց ինչ որ ընտանիք տեղափոխվել է, ենթարենք Հրազդան կամ Հրազդանից տեղափոխվել է, ես նենց եմ անում, որ акցենտները հստակ լինի, Ջավախից եկել է Դիլիջան, հա, կամ ինչ որ արցախյան ընտանիք եկել է Գյումրի, ենթարենք, հա, ապա այդ փոքրիկ բալիկները, որ դեռ լեզու չունեն, իրենք խոսելու են այդ միջավայրի լեզվով։ Արդեն տեղափոխված տեղանքի։ Իրենք խոսելու են այդ լեզվով։ Այդ է լինելու լեզվում։ Հրաշալի օրինակ է, հրաշալի։ Սքո արարողությունների երկու ծաղիկ տանում, իսկ ուրախություն, նո երկու չէ։ Զույգ, իսկ այն մյուսում կենտ։ Ինչի ենք, որ աղը թափում ենք, ինչ որ շարժումներ ենք անում, ինչի են դագաղի 3 կրուկ պտտում, չգիտեմ, եւ այլն։ Այսինքն լիք վարքագիծներ կա, ինչ ծև կատուն, որ անցնում է, ինչի են ինչ որ ձևի խոսում մեկ ասում։ Այսինքն մեր այսօրվա այս սերնդի երեխաներին կրթել այն սերնդի հերոսներով, կերպարներով բացարձակ դիսոնանս է առաջանում, կարելի ասել։ Բայց սրանք պատմական ինչ-որ արժեքներ են, որ հմուտ կամ այս առումով կիրթ, երբ որ ասում ես կիրթ, կարծում են տառաճանաչ։ Կիրթ ծնողը ինչ է անում։ Մի քիչ ինքն է այս բալիկի մուլտից նայում։ Ու մի փոքր փորձել ինքն է իր սիրած ֆիլմերից ցույց տալիս։ Ու այդ ժամանակ էս երկվությունը, այսինքն հարմոնիկ երկվությունը կարելի ասել, ճիշտ արդյունք է տալիս։ Այս սերունդների անջրպետը չի լինում։ Այո։ Իսկ այդ ու դառնում են իրանք ընկերներ։ Խնդրեմ, այսօր քան ընտանիք գիտենք, որ մաման ու աղջիկը կամ տղան ընկերներ են կամ պապան եւ այլն։ Այսինքն նույն բանից են խոսում, իրանց նույն հետաքրքրությունները ունեն, այո, քիչ են։ Այս հմտության պակասն է։ Արդյոք մեր դպրոցը մեզ սովորացնում է։ Լավ, իսկ մեր դպրոցը մեզ սովորացնում է ապրել։ Օրինակ, ապրելու համար շատ կարևոր է փող վաստակել։ Մեր դպրոցը որևէ դաս փող վաստակելու մասին։ Ոչ, դա համարվում է ամոթ։ Չի կարելի խոսել փող աշխատելու։ Այսինքն, լավ, մյուս բանը հաջողության հասնելու դա կապեր հաստատելն է, networking եք ասում։ Դա արդեն համալսարանում կարելի է սովորել։ Մեր դպրոցը այդ սովորեցնում է։ Համալսարանում արդեն դա որպես մասնագիտական դպրոց սովորացնում է, չէ։ Սա ճկունության մի դրսևորում է համարում։ Այո։ Դպրոցը սովորեցնում է, չէ։ Այսինքն մեր դպրոցը սովորեցնում է ամեն ինչ, ինչ որ քեզ պետք չի կյանքում։ Ապրելու համար։ Այսինքն մեր դպրոցը սովորեցնում է ինչ ասեմ։ Ճիշտ ժամանակն է խոսենք դասագրքերից։ Դառնալու Արմեն, եկեք խոսենք դասագրքերից վերջին տարիներին։ Ու հիանալ գերեզմանակարներով։ Հիշում եք 12 թվականին, երբ որ Երևանը աշխարհի մայրաքաղաք էր, գրքի եւ այլն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ինչ տեղի ունեցավ։ Հայաստանում ստեղծվեց տառերի արձան, մինչ այդ կար կամ այդ ժամանակ ստեղծվեց ընթերցողի արձան, գրի արձան, գրքի արձան։ Իսկ Վրաստանում չկա ոչ տառի արձան, ոչ գրքի արձան, ոչ սրա արձան, ոչ նրա արձան։ Գիտեք ինչի։ Որովհետև Վրաստանում տառը, գիրքը, ընթերցողը եւ գիրը չեն մեռը։ Արձանը դա մեռնելու վրա է շիրիմաքարի բանը։ Պետք է մեռնի, որ նոր արձանը կառուցի։ Մեր հասարակությունը, մեր էլիտան բնազդաբար ճիշտ քայլ արեց, իրավիճակը ճիշտ գնահատեց, դրա համար հայտնվեցին դրանց արձանները։ Արձան երբ են դնում։ Եվ սա ենթագիտակցական մակարդակի վրա էր այս ռեակցիան։ Բայց ճիշտ դիագնոզ տվեցին։ Էս էր։ Իսկ ոչ եմ ասում մենք առողջ չենք մնաց։ Եզրահանգման եք եկել շատ։ Երբեք չէի մտածել։ Վերադառնալով քիչ առաջ ձեր նկարագրած իրավիճակին դպրոցներում ինչպես են կրթում,
Այն գործընթացը, որ սկսվել է վերջին տարիներին նոր դասագրքերի ստեղծման, բավական դժվար, ծանր, շատ քննադատելի։ Ինչ կարող եք ասել, ինչպիսի տպավորություն ունեք այս դասագրքերը, որոնք մենք հրատարակիչներս ստեղծում ենք, մենք բովանդակային առումով ստեղծում ենք եւ հանձնում դպրոցին, պետությանը եւ դպրոցին։ Սրանք երկար կյանք ունեն, թե սա մի փորձնական փուլ ենք անցնում, որտեղ մենք ինքներս որպես կոնտենտ ստեղծող կրթվում ենք եւ հաջորդ դասագրքերը ել ավելի լավը կլինեն, թե սա վերջնական կարծում եք լավ արդյունք է, որով կարող ենք կրթել մեր երեխաներին դպրոցներում։ Տեսեք, ասեցի, որ շատ հանրային գործիչներ, հանրահայտ մարդիկ ծածկադմփոց են անում այդ ընթերցանության խնդրեմ, ուղղակի զուտ թասիբից, պատրիոտիզմից ելնելու։ Բայց երբ որ դա անում է մասնագետը կամ, չգիտեմ, այդ ինչ որ ազդեցություն ունեցող մարդը, ինքը պետք է հասկանա իր խոսքի ազդեցության աշճանը եւ այդ առումով պատասխանատու լինի։ Ու եթե դա անում է բժիշկը կամ բժշկամերձ ինչ որ մարդ, դա բերում է կատաստրոֆա։ Այդ մարդը մարդկային կյանքի հետ գործում։ Մարդը մեռնում է։ Հիմա այս ավելի դաժան խնդիր է, որովհետեւ մարդը վերջապես այդ 20, 30, 40, 50, 60, 100 տարի հետո մեռնելու է։ Իսկ երբ որ դու հիվանդացնում ես հասարակությունը, հանրությունը, բերում ես դեգրադացիայի, ու մենք հասկանում ենք, որ մարդը ինչքան քիչ գիտի, կարծում եմ, որ ավելի շատ գիտի, որովհետև իր շփվելու եզրը գիտելիքի բնագավառի հետ քիչ է, այսինքն ինքը գիտի, որ քիչ բան կա, որ չգիտի։ Իսկ այս մյուսը մարդը այսքան գիտի, այսինքն գիտի, որ այսքան մասը չգիտի։ Ավելի շատ իմացողը գիտի, որ ինքը ավելի շատ չգիտի։ Ու նենց է ստացվել, որ քիչ իմացողները կարծում են, որ իրենք ամեն ինչ գիտեն։ Երբ որ դու անգամ շեղում ես ինֆորմացիան, դա մեկը սուտ է։ Կիսաճիշտը մեկը սուտ է։ Քանի դեռ ուսուցչից սպասում են ավելի լավ, մի քիչ ավելի լավ տվյալ, օրինակ այդ Տավուշի մարզում փորձեր էին անցկացնում։ Մենք երբ որ ռեալ շփվում ենք, գիտենք, որ այնտեղ աղետ է եղել։ Բայց ցուցանիշները համաշխարհային բանկին ես գրանտը ստանալու են, սիրուն ուպակովկային արել այդ սուտը ու տվել։ Ու մենք կարծելով, որ այս ամեն դասարանի, ամեն ուսուցիչ իր դասարանի թասիբն է պահել, ամեն տնօրեն դպրոցի թասիբն է պահել, ամեն գյուղապետ գյուղի թասիբն է պահել, իբր թե էլի, ինչ, այսինքն երբ որ դու ավելի լավ ես ներկայացնում դա թասիբ է, երբ որ հիվանդության մասին է խոսքը։ Սա հանրային հիվանդության մասին է խոսքը։ Ու ամեն մեկս մի քիչ ծածկադմփոց անելով արել են։ Հիմա շատ դուք ասում եք այս ժամանակավոր երևույթ է, թե չէ։ Ժամանակավոր կլներ, եթե լինեին ինչ-որ ըմբոստ մարդիկ, հերետիկոսներ, Ջորդանո Բրունոներ, որոնց անպայման վառելու են, ծեծելու են, հարձակվելու են, տրորելու են, լպնակելու են, ինչ ասեք անելու են, մեծամասնությունը, որտեղ ինքը վառա, իսկ անգույնները գույն չեն սիրում, իսկ նաև մենք հրաշալի բառ ունենք խավարասերները խավար են սիրում, լույս չեն սիրում։ Հիմա իսկ մեր գործն ինչ է։ Ինչ ենք ասում, այս գիրքը ինչ եղավ։ Լույս ընծայեցինք, լույսի հետ աշխատանք է։ Լուսավորել, լուսաբանել։ Դրա համար մենք թիրախ ենք ում համար խավարասերների։ Եկանք հիմա, երբ որ կլինեն գունավոր մարդիկ, որ վառ անհատականություններ, որոնք այդ քողարկելը կդադարեն անել ու մի օր ճիշտը կասեն, այդ ժամանակ կլինի ժամանակավոր։ Սա ևս կրթվածության արդյունքում չպիտի գանք այս խնդրի լուծմանը։ Հիմա ժամանակավոր կլինի այն դեպքում, երբ որ որոշ ուսուցիչներ կասեն հանուն մեր գեղի ճիշտն եմ ասելու։ Սենց է։ Հայաստանում փառք կան տենց, քիչ են, բայց կան տենց։ Բայց ինչ համբերություն է պետք այս խճճված իրականության մեջ ընկղմվել եւ սկսել մաքրելով գնալ։ Դե իսկական մաքրողներին, ով ուզում էր ավգյանախորները մաքրել, հնարավորություն չտվեցին դա անել։ Մեծ հանրությունը գտավ, որ ավելի լավ ճանապարհներ կա։ Ոչինչ, որ նախագահն ընտրված չի։ Դուք շատ կարևոր հարց եք տվել դասագրքերի ոլորտին։ Հիմա ի վերջո սարքում ենք ինչ-որ դասագիրք, դուք եք սարքում դասագիրք։ Բայց մենք պիտի հասկանանք, որ մեր դասագրքերը երազներ են։ Ու մենք չգիտենք իրանք լավն են թե չէ, որովհետև Հայաստանի միակ արտադրած մեքենան երազներ։
Մենք երբ հասկացանք, որ ես երազը աղետ է, ես երազը պետք չի քշել։ Երբ որ հայտնվեց Mercedes, BMW, Toyota, այնտեղ չգիտեմ, Opel, եսիմինչ։ Այսինքն միջև Mercedes դասագիրքը չմտնի Հայաստան, մենք չենք հասկանալու, որ մենք կարող ենք շատ լավ, մենք կարող է իրականում Rolls-Royce եք արտադրում, բայց քանի որ համեմատություն չկա դրսի հետ, քանի որ շուկան փակել են, համեմատելու տեղ չկա, ու մենք նստել ենք այդ մեր Moskvich-ի մեջ ու կարծելու ենք BMW-ա, կարծելու ենք էսը, որովհետև չենք քշել, մեր աշակերտը չի քշել, մեր ուսուցիչը չի քշել այդ մեքենան, չի տեսել այդ Mercedes-ը, այդ չգիտեմ, էլ չեմ ասում Rolls-Royce-ը, այն Cadillac-ը, այն չգիտեմ եւ այլն, Ford-ը եւ այլն։ Այդ բազմազանությունը պետքա թույլ տալ, որ մտնի Հայաստան, որ մենք իմանանք մենք ինչ ենք արտադրում։ Բայց քանի որ Հայաստանի լավագույն մեքենան դա երազն է եղել, կարծում եմ երազ ենք արտադրում, որովհետև չեն թույլ տվել համեմատենք։ Արմեն, ինչ եք կարծում հրատարակչության ղեկավարի անձնական կարծիքները, սուբյեկտիվ վերաբերմունքը այս կամ այն հարցերին, դիրքորոշումները անմիջական ազդեցություն ունեն հրատարակած գրքերի թելադրվող գրքերի վրա, դրանց վաճառքի վրա, ինչ է կարծում ղեկավարի գործոնը, ինչքանով է ազդում հրատարակչական գործունեության վրա։ Ես կարող եմ մեր մասին խոսել։ Այո, հենց ձեր օրինակով խոսեմ։ Ես մասնակցել եմ 5-6 լավ միջև 10 գրքի ընտրությանը։ Մենք 1000-ից ավել գրքեր ենք ֆինանսավորել հենց մեր ընկերությունը, ես մի 3000-ից 4000 գիրք եմ հրատարակել, բայց 1000-ը մեր որոշումն է եղել, այս գիրքը պիտի ծնվի, մենք տարբեր մեր գործունեության բնագավառներից շահույթը բերել ենք լցրել ստեղ, իմանալով, որ սա չի վաճառվել։ Բայց 990 գիրքը ես չեմ ընտրել, դա հիմնականում ընտրել է մեր խորհուրդը խմբագրական։ Այդ մարդկանց շնորհիվ ձևավորվում է այդ մեր երկար ցանկը, որ մի քանի մետր է, մենք այտենց մեծ ռուլոն ունենք, որտեղ որ մանր տառերով գրած է, թե ինչ պիտի հրատարակենք, բայց նաև գրած է այսպիսի բան. ինչ պիտի հրատարակենք, որ 25 տարի անց Հայաստանում լինի այնպիսի մթնոլորտ, որ ինչ որ գրող ունակ լինի, չեմ ասում կստանա, ստանալ Նոբելյան մրցանակ։ Այսինքն խնդրի դրվածքը տենց է եղել, բայց այդ 25 տարուց անցել է, չգիտեմ, 10 քանի տարի, հա, մի հատ էլ բայց կար, բայց պիտի պատերազմ չլինի։ Այսինքն մեր սաղ բայցերը եղել են, էլի։ Հարցն ունի մյուս կողմը, իհարկե։ Օրինակ 2020 թվականին ես գրեցի մի ստատուս, որտեղ չկա մարդ, որը կարա օբյեկտիվորեն հերքի որևէ բառ այդտեղ, բայց այնպես արեցին բոլոր մեդիաները 2-3 բացառությամբ։ Ու միջև հիմա անում են, այսինքն ես ենթարկվում եմ բուլինգի շարունակաբար։ Ու մենակ ես չեմ ենթարկվում, լիք մարդիկ են ենթարկվում։ Բայց մենք որպես քաղաքացի չգիտենք ում դիմենք ինչ անենք։ Հիմա այդ բուլինգի արդյունքները։ Ինչ որ տգետներ, ես ուրիշ բառ չեմ կարող ասեմ, ասեցին եկեք բոյկոտենք Անտարեսի գիրքը։ Իրանք չէին հասկանում, որ գիրքը հնարավոր չի բոյկոտել։ Եթե դու ընթերցող ես, պիտի ընթերցես, ինչ է նշանակում։ Որ լուրջ ընթերցող, բայց նաև ստեղ մտածող էլի, որովհետև գիտելիքը առանց ուղեղի վտանգավոր է, շատ վտանգավոր բան է։ Մարդը կարող ունենա գիտելիք, բայց ուղեղի այդ պրոցեսորը չաշխատի ու այդ ումա պետք է գիտելիք։ Չէ, ոչ թե ումա պետք է, այլ դա վտանգավոր է։ Աշխարհի բոլոր աղետները, ով տեղի են ունեցել այն մարդկանց գործունեության արդյունքում, որոնք ունեցել են իմացություն, բայց չեն ունեցել ուղեղ, այդ կոնտրոլերը չի աշխատել։ Հիմա լավ ուղեղ ունեցել են, բայց այդ ուղեղը չի աշխատել, լավ կամ զբոյ է տվել, եսի ինչ։ Հիմա բոլոր աղետները։ Ու ասեցին, որ բոյկոտում ենք։ Մենք ունենք մի փոքրիկ գրախանութ, որ ավելի շատ ցուցասրահ է որպես։ Երևի սենյակի չափ։ Ու այդտեղ վաճառվում էր օրը 20000 դրամի գիրք։ Լավագույն արդյունքներն եմ ասում։ Հաջորդ օրը վաճառվեց 3 միլիոնի գիրք։
հետո 2.8, հետո 2.5, տենց կամաց իջավ մի ամսվա մեջ եկավ մոտավորապես կանգնեց մի 50,000։ Ինչ եմ ուզում ասեմ, որ Հայաստանում կան շատ նորմալ մարդիկ, նորմալ չասեմ, կարող մարդիկ, մտածող մարդիկ, որտեղ նորմալ ինչ է նշանակում։ Որոնք երբեք միտինգի դուրս չեն գա, երբեք հրապարակային իրենց կարծիքը կարող է չասեն, երբեք չեն ասի աչքիդ վերևում կա բան, բայց իրանք գործի մարդիկ են։ Իրանք գնացին իրենց ունեցած փողով, իրենց ունեցած արարքով, որտեղ գնացին ինչ-որ գիրք։ Ցույց տալով, որ Հայաստանը ինկվիզիցիոն Ֆրանսիա չէր կամ Իսպանիա չէր, երբ որ Ջորդանո Բրունոին Փարիզի հրապարակներից մեկում վառեցին։ Արմեն, հրատարակչական գործը բիզնեսի տեսանկյունից արդարացված չէ։ Արդեն դրա մասին եւ հաղորդման սկզբում էլ խոսեցինք, որ շուկա չունենք ձևավորված եւ ոչ մի հրատարակիչ չի կարողանում իր դրած գումարը հետ վերադարձնել։ Գրքի միջոցով դրած գումարը չի կարող։ Այո, առավել եւս շահույթ ունենալ։ Բայց մի մոգական բան կա այս հրատարակչական գործի եւ գործունեության մեջ։ Ինչն է ստիպում հրատարակչին Էս։ Եվ հենց այս խոսքերի վրա ուզում եմ ավարտենք մեր զրույցը։ Կարևորը, որ ավարտում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Այսօրվա մեր սաբոտաժյան տաղավարում Արմեն Մարտիրոսյանն էր։ Ձեզ եմ ներկայացնում բանաստեղծ, դրամատուրգ, էսեիստ Օսկար Ուայլդի հեքիաթների ժողովածուն։ Կան գրողներ, որոնց ստեղծագործությունների գեղարվեստական բարձր արժեքը բացահայտվում է տասնամյակներ անց, հետագա սերունդների օրոք։ Նման գրողներից մեկն էլ անգլիացի նշանավոր գրող Օսկար Ուայլդն է։ Նրա հեքիաթները նախատեսված են կրտսեր և միջին տարիքի համար։ Հեքիաթներում արտացոլված թեման իրական գույներով լի կյանքն է, բարու և չարի, աղքատության և հարստության, եսասիրության և անձնազոհության բախումը, սիրո հավերժության գաղափարը, հոգու տվայտանքները։ Ի տարբերություն ավանդական հեքիաթներին բնորոշ երջանիկ ավարտի, Օսկար Ուայլդի հեքիաթները պարուրված են թախիծով, որի թանձր շղարշի հետևից սակայն լույս է ճառագում։